Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 25։ Աստծո եկեղեցուն, որ Կորինթոսումն է, Հիսուս Քրիստոսում սրբվածներիդ, կանչված սրբերիդ այն ամենի հետ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը կանչում են ամեն տեղ։ Առաջին Կորինթացիս 1:2 Պետրոսը ոտքի կանգնեց ցույց տալու համար, որ նա հարբած չէ, և նրա հետ նաև 11-ը, որոնք համաձայն են նրա խոսքերի հետ և հավանաբար իրենց հերթին նույնպես նույն բովանդակությամբ խոսեցին։ Նրանք, ովքեր առավել մեծ հեղինակություն ունեին, կանգնեցին խոսելու ծաղրող հրեաների դեմ և դիմակայելու հակառակորդներին ու հայհոյողներին, իսկ 70 աշակերտներին թողեցին խոսելու այլ ազգերից եկած պատրաստակամ դարձի եկողների հետ։ Այսպիսով, Քրիստոսի ծառաների մեջ ավելի մեծ պարգևներ ունեցողներից ոմանք կոչված են հրահանգելու դիմադրողներին և վերցնելու սուրն ու նիզակը պայքարի համար, իսկ մյուսները ավելի համեստ կարողություններով զբաղվում են նրանց ուսուցանելով, ովքեր արդեն պատրաստ են հնազանդվելու և լինում են որդատունկ մշակողներ և երկրագործներ։ Պետրոսի քարոզը ցույց է տալիս, որ նա լիովին վերականգնվել էր իր անկումից և ամբողջապես վերադարձել էր Աստծո բարեհաճությանը։ Նա, ով ժամանակին ուրացել էր Քրիստոսին, այժմ համարձակորեն և հրապարակային դավանում էր նրան։ Նրա բացատրությունը Սուրբ Հոգու հրաշալի թափվելու մասին նպատակ ուներ արթնացնելու ունկնդիրներին, որպեսզի նրանք ընդունեն Քրիստոսի հավատքը և միանան նրա եկեղեցուն։ Սա Սուրբ Գրքի կատարված մարգարեությունն էր, ինչպես նաև Քրիստոսի հարության և համբարձման պտուղն ու ապացույցը։ Թեպետ Պետրոսը լցված էր Սուրբ Հոգով և խոսում էր լեզուներով, ինչպես Հոգին էր նրան տալիս խոսելու կարողությունը, նա երբեք չմտածեց Սուրբ Գրքերը մի կողմ դնել։ Քրիստոսի աշակերտները երբեք չեն ուսուցանել Աստծո խոսքերից զատ որևէ բան, և Սուրբ Հոգին տրվում է ոչ թե Սուրբ Գիրքը վերացնելու, այլ որպեսզի մենք կարողանանք հասկանալ, ընդունել և հնազանդվել դրանց։ Անշուշտ, ոչ ոք չի խուսափի մեծ օրվա դատապարտությունից, բացի նրանցից, ովքեր կանչում են Աստծո անունը, նրա Որդու Հիսուս Քրիստոսի միջոցով, որպես մեղավորների փրկիչ և ողջ մարդկության դատավոր։